Կյանքում արտաքին գեղեցկությունից զատ կարևոր է նաև ներքին հոգու գեղեցկությունը։ Եթե հոգիդ փայլ չունի, արտաքին գեղեցկությունն էլ դառնում է աննկատ։ Մենք էլ մարդ ենք ու բնության մի մասնիկը, իսկ բնության մեջ շատ կարևոր է ներդաշնակությունը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ այս գեղեցիկ տաղավարում հյուրընկալելու եմ գեղեցկուհի Իրինա Թովմասյանին։ Իրինա, համեցեք, բարի գալուս մեր տաղավար, շատ ուրախ եմ եւ շատ հաճելի է, որ այսօր իմ հյուրն եք եւ մենք շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Վստահ եմ, ես էլ եմ շատ մեծ անհամբերությամբ ու ուրախությամբ Միշտ ամեն անգամ մեզ մոտ եկած հյուրերը իրենց հետ արև են բերում մեր տաղավար եւ այս լուսավոր տաղավարը, այո, ավելի լուսավորվում է։ Արևավառ է դառնում էր ամբողջ եթերի ընթացքը եւ դուք էլ ձեր գեղեցկությունն եք հիմա սփռել մեր տաղավարում ու կարծում եմ այսօր հրաշալի խոստովանություններ են լինելու։ Վստահ։ Շատ լավ, Իրինա, անցնելու ենք ձեր կյանքի ճանապարհներով, փոքրիկ կանգառներ կվերցնենք, կգնանք անցյալ, կվերադառնանք այս օրեր, կխորհենք, կհուզվենք, կխոստովանենք ու կստացվի հետաքրքիր եթեր։ Որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնողներս ֆիլոլոգ հայրեն, ֆիլոլոգներ են, լեզվի մասնագետներ են, շատ կիրթ մարդիկ ու շատ ժամանակակից մտածելակերպով։ Ծնվել եմ Երևանում եւ ամենաուրախալին այն է, թե իմ, թե քույրիկիս համար, որ մեր ծնողների տունը մինչ այժմ կա, իմ մայրիկը այնտեղ է ապրում։ Որ փողոցի վրա է գտնվում։ Գրիբայեդով։ Բակը կա, որտեղ մենք մեծացել ենք ու բակը ամբողջովին պահպանվել է նույն ձևով, որտեղ բոլոր բնակիչները այնքան սիրուն բակ է, որ բոլորը խնամում են, ջրում են, ցանում են եւ այլն եւ այլն։ Ու իմ երեխաները ունեն հնարավորություն մինչ օրս գնալ տատիկի տուն ու մեծանալ ինչ որ չափով նաեւ այդ բակում։ Այսինքն ձեր մանկության բակը նաև դարձել է ձեր երեխաների մանկության բակը, ոչինչ կարծես թե չի փոխվել եւ մնացել է նույնը։ Իմ աչքին այո։ Միգուցե ամեն ինչ փոխվել է, շատ բաներ փոխվել են, բայց քանի որ դու ապրում ես այս քաղաքում, այդ բոլոր փոփոխությունները քեզ համար շատ sense տարբերություն չեն ցույց տալիս եւ դու այդ ամեն ինչին ոնց որ հետեւում ես զուգահեռ։ Այո։ Դրա համար ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը, որովհետև ես ապրում եմ իմ սիրելի քաղաքում։ Այո։ Շատ կարևոր է, երբ որ մարդն են երջանիկ է համարում, դա նշանակում է, որ կյանքը ժպտացել է նրան եւ նա էլ ժպտում է կյանքին, որովհետև ժպիտը միակողմանի չպետք է լինի եւ այդ դեպքում ինչ որ մի բան կիսատ կլինի։ Հետո արդեն մանկապարտեզ գնացիք։ Չէ, գնացել եմ շատ կարճ ժամանակ, որտեվ գնում էի, ես շատ նուրբ երեխա էի, կարող է ինչ որ մեկը ինձ, չգիտեմ, հրեր կամ ինչ որ բան աներ, մայրս էլ հակառակը շատ ազդվում էր այդ ամենից ու հետո շուտ-շուտ հիվանդանում էի փոքր տարիքում։ Դրա համար հանեց մանկապարտեզից ու ինքը աշխատանքից դուրս եկավ, որ ինձ պահեր մեծացներ։ Դպրոցում լավ եք սովորել, Իրինա։ Ես միշտ եղել եմ լավագույն աշակերտներից, ուսանողներից։ Բրավո։ Հետո դպրոցը ավարտում եք, ինչպես է շարունակում ձեր կյանքի ճանապարհը։ Նախ ասեմ, որ դպրոցին զուգահեռ, քանի որ ես շատ ստեղծագործում էի, բանաստեղծություններ էի գրում, այդ ստեղծագործական բանը դպրոցում էլ էր նկատվել, լավագույն այս ստեղծագործական աշակերտներին ընտրեցին ժուրնալիստների պատանի միություն կար, կհիշեք։ Այո, իհարկե։ Ինձ ու մի քանի աշակերտի վերջին դասարաններում, 8-10-րդ դասարանում, ընտրեցին ու մենք սկսեցինք հաճախել զուգահեռ դասերից հետո ամեն օր ժուրնալիստի պատանի դպրոց ու այդ ինձ այնքան մեծ փորձ ա տվել իմ կյանքում, ես թերթում էի, տպագրվում, մենք հաղորդում էինք, նկարահանում, մոնտաժում, հարցազրույցներ վերցնում, ամբողջը մենք էինք պերվի դուբլ, տենց էր կոչվում հաղորդումը։ Ու շատ մեծ փորձ է այդ ինձ տվել կյանքի համար։ Ես մի 8 խմբակ էի գնում, կարուձև, ասմունքի, ջազ, բալետի, ինչ ասես, ֆրանսերենի։ Ու կարող եմ վստահ ասել, որ յուրաքանչյուր խմբակ իմ կյանքում դեր է խաղացել։ Ու միշտ ես ասում եմ, պետք է երեխաներին այնքան շատ տեղեր տանել ու ոչ ստիպողաբար։ Երբեք պետք չի երեխային ստիպել, որ վարքյանին չի ուզում, պետքա դուրս։ Դե բարձա, մի քիչ խորհուրդ տալ, հասկանալ իսկապես չի ուզում ու հանել վերջում։
որովհետև այդ ժամանակը ափսոս է ու հետո երեխան ինքն է կողմնորոշվում վերջում ինչ ընտրի։ Հետո արդեն կյանքի ճանապարհը շարունակվում է եւ գեղեցկության մրցույթներ ու հայտնվում է Իրինա Թովմասյանը։ Ինչը տարավ դեպի գեղեցկության մրցույթների այդ ճանապարհին մոտ կանգնեցրեց։ Ձգտումը, ցանկությունը, թե ուզում եք ասեք, որ տեսեք, ես շատ գեղեցիկ եմ, ես շքեղ եմ։ Կպատմեք մի փոքր էլ այդ մրցույթների մասին։ Դա էլ ունի իր պատմությունը, ես մի տարի պետք է մասնակցեի ու այնպես էր, որ պարտադիր պետք է ունենայր նաև հովանավոր, որովհետև եթե օրինակ, հովանավոր եթե դու ընտրվեիր օրինակ գեղեցկուհի։ Այսինքն աչքի տակ պետքա լիներ մեկը, որ եթե օրինակ ընտրվեիր, կարողանայիր հետո մեկնել Եվրոպայի մրցույթի։ Իմ մայրս այդ ժամանակ աշխատում էր օդանավակայանում ու մոտեցել էր տնօրինությանը, ասել էր, եթե հանկարծ ընտրվի, կկանգնեք հովանավոր, որտեվ դա շատ կարևոր է։ Արդեն կար բոլոր հաստատումները, այսինքն ամեն ինչ լավ էր, բայց 10 օր առաջ ես փոշմանում եմ մասնակցել այդ տարի, հետո կազմակերպիչները փոխվում են հաջորդ տարի, բայց ես քանի որ արդեն չէի, ինչ պատճառներով, բայց ես քանի որ արդեն չէի մասնակցել ու ամենաբարձր բալեր ունեի այդ տարի, այսինքն ամեն ինչը գնում էր նրա, որ ես պետքա լավ տեղ գրավեի, հավանականություն կար։ Այդ տարի չեմ մասնակցում, արդեն մտքիցս լրիվ հանում եմ, ընդունվում եմ աշխատանքի, առաջին կուրսում էի համալսարանի։ Ընդունվում եմ աշխատանքի նույնիսկ 2 տեղ, սենց շատ զբաղված աղջիկ էի։ Ընդհանրապես չէի ուզում նույնիսկ մտածել այդ մրցույթի մասին, մանավանդ մի անգամ այդքան անցել էի, չէի մասնակցել, էլ չէի ուզում։ Ու մնացել էր, բայց գովազդը տեսնում էի անընդհատ, որ նոր մրցույթը հեսա լինելու է։ Բայց էլի փորձում էի չմտածել։ Միայն մայրս էր, որ միշտ ասում էր, ախր ափսոս է, ինչի դու անցած տարի չգնացիր, գոնե այս տարի գնայիր։ Մնում է 4 օր մի խոսքով մրցույթին։ Կազմակերպիչները փոխվել են։ Էլի ես այն հին բանով մտածում եմ, էլի պետքա երևի հովանավոր եւ այլն եւ այլն։ Ու աշխատում էի մի գրասենյակում, որտեղ որ տնօրենը ոնց որ հայրիկի նման ինձ միշտ ցենց խորհուրդներ էր տալիս։ Ու մի օր ինքն էլ է գովազդը տեսնում, ասում է, բայց դու ինչի չես մասնակցում, հետաքրքիր է, ես այդ պատմությունը պատմում եմ, ասում եմ, որ սենց չեմ ուզում էլ դրա մասին մտածեմ, մանավանդ որ հովանավոր է պետք, իմ իմանալով պարտադիր, ասում է, ես կկանգնեմ հովանավոր, եթե պետք է, բայց պետք չէր, բացարձակ պետք չէր։ Բայց ես սենց մի քիչ ոնց որ մտածում եմ, դերա, որ ասում է, աշխատանքից ոչինչ, բացակայի։ Էդ էլ ոչինչ, եթե ուզում ես, մանավանդ 4 օր ամնում։ Հա։ Երբ որ այդպես այլեմ, ու ես իմանում եմ, որ Անգելինան է Բաբաջանյան այդ պաստանովկաները դնում։ Զանգում եմ մի անգամից, ասում եմ, ուշ չի, ասում եմ, ճիշտ ասած, մենք նույնիսկ բուկլետներն ենք արդեն տպագրել բոլորի նկարներով, բայց սպասի մի հատ հարցնեմ, որտեվ քո դեպքում կարող է ասեն հա։ Բայց ասում եմ, պաստանովկան այնպես է դրած, որ լավ կլիներ քո հետ մեկն է լիներ, որ 2 հոգով մտնեիք ոնց որ ես լրիվ չփոխեի։ Իսկ ես ունեի մի ընկերուհի, էլի իմ նման խարտյաշ մազերով, շատ նման, շատ, մենք այդ մոդելային ասպարեզում էինք այդ ժամանակ, շատ ինձ հարազատ ընկերուհի, ասում եմ, կարող է այդ ընկերուհուս ասում եմ, գնանք իրար հետ, համը մենակ չեմ գնա մտնի վերջի վայրկյանին։ Ինքն էլ է համաձայնությունը տալի, տնօրինությունը, այսինքն կազմակերպիչները իմանում են ում մասին է խոսքը, ասում են, հա, ուզում ենք, լավ, սիրուն աղջիկ է, ուզում ենք։ Թող գա, նորից կտպագրենք այդ բուկլետները։ Ու 4 օրվա մեջ ես արագ, ինտենսիվ ձևով մտնում եմ այդ ամեն ինչի մեջ, բայց քանի որ արդեն գիտեմ, որ ոչ մի հովանավոր, ոչ մի բան պետք չի այստեղ, իսկ կային արդեն մարդիկ, որ ունեին մի քանի հովանավոր եւ այլն, իրան, որտեվ հովանավորը տալիս է քեզ տիտղոս, ունի հնարավորություն քեզ այդ պահին տիտղոս։ Ու ամբողջ օրը գալիս էի տուն այդ 4 օրը, մամային ասում էի դու էիր էլի, ինձ համոզեցիր, ես է գնացի այդ մրցույթին, իզուր է գնացի։ Պարզա, որ ոչ մի տեղ չեմ գրավելու։ Ես այնպես չի, որ շատ ինքնավստահ աղջիկ էի, էլի։ Իսկ դա Miss Հայաստանն էր, Իրինա։ Դա արդեն իմ տարվա մասին է պատմում։ 2001։ 2001։ Այս տարի առաջին մրցույթն է։ Այո։ Ու մի խոսքով։ Հա, ու ես գիտեի, որ կազմակերպիչները ասել էին, որ լավագույն 7-նյակը մեծ ոնց որ սենց հավաքույթ է լինելու մրցույթից հետո 7-նյակը կլինի։ Նաև այդ հավաքույթին մաման հետո է ինձ պատում, ասում էի գոնե այդ 7-ի մեջ մտնես, որ գոնե չգաս տուն ու միանգամից չգաս մրցույթից հետո տուն ու ասես դու էիր մեղավոր, դու էիր մեղավոր։ Տեսակ ինչ եղավ։ Եվ տեսակ ինչ եղավ։ Եվ մտակ 7-յակի մեջ։ Չնայած ես երբ որ նայում էի մրցույթին,
Ես հասկանում եի, որ կա հավանականություն, որտեվ ամեն դեպքում գնահատում ես դու ինքդ, ես ունեի փորձ, թե քայլքի, թե այդ մոդելային ասված, ես շատ փորձ ունեի, իսկապես շատ փորձ ունեի։ Եվ դա ամեն ինչ։ Բարի առումով այնտեղ բարային համար կար, որ ես տենց 4 օրը ինձ նույնիսկ շատ էր, ես այնքան արագ մտա այդ ամեն ինչի մեջ, մի խոսքով, ես ունեի այդ բոլոր նախադրյալները, բայց միևնույնն է ինձ թվում էր, որ հովանավորչություն եւ այլն, սենց բաները Հայաստանն է։ Տենց բաները հաղթելու է։ Բայց դուրս եկավ, որ ոչ մի բան էլ չկար ու դրսից եկած ժյուրիներ էին ամենակարևորը։ Ժյուրիների մեջ շատ կային դրսից։ Հենց Միս Եվրոպա մրցույթի փոխնախագահն էր ներկա այդ տարի, եթե չեմ սխալվում, բայց Եվրոպայի մրցույթից մեկը կար տենց պաշտոնի։ Այսինքն այնտեղ նույնիսկ հետո առաջի տարին էր, սենց կազմակերպչական իրանց պետք էր, կարևոր էր դա շատ։ Մի խոսքով ես հասկացա, որ կա արդարություն։ Ու եղավ հաղթանակ։ Եվ եղավ հաղթանակ։ Առաջին տեղ գլխավոր։ Այո։ Եվ տեսնում եք, հիմա հասկանում եք Իրինա, որ կյանքում ամեն բան նախասահմանված է վերուստ։ Լինում է հենց այն պահին, երբ որ ընտրված է այդ տվյալ բանի համար։ Հետո արդեն նորից գեղեցկության մրցույթ ու այս դեպքում արդեն Լուսինե Թովմասյանը։ Որին մենք կրկին էլի ինչքան էլ արդար էր, ինչքան էլ գիտեինք, սենց անցել էինք դրա մեջով, բայց մտածում ենք լավ երկրորդ անգամ, հաջորդ մի տարի չեղավ, մյուս տարի։ Ոնց որ անմիջապես իմ մրցույթից հետո նորից հարազատ քույրը մասնակցի դե լավ, վստահ չեն տա։ Բայց արի ու տես։ Թովմասյան քույրերը փայլեցին իրենց գեղեցկությամբ եւ իրենց որակական հատկանիշներով, մնալով մարդ եւ հոգու գեղեցկությունը բերելով առաջին պլան։ Դա շատ կարեւոր է կյանքում, որովհետեւ հավատացած եղեք, որ մարդը զգում է անմիջապես հոգուտ գեղեցկությունը, հետո կարևորում արտաքին տեսքը։ Ես շատ ուրախ եմ, որ դուք հենց այդ տեսակի մարդկանց շարքին եք դասվում եւ ունեք փայլ արտաքին եւ ներքին գեղեցկության։ Շնորհակալ եմ։ Իրինա, կյանքը ձեզ տանում է առաջին ամուսնություն, որը շատ կարճ է տևում, հետո անցնում է մի որոշ ժամանակ, ամուսնալուծություն ու մի հրաշալի օր հանդիպում եք ձեր երկրորդ ամուսնուն ու գտնում եք ձեր երջանիկ սերը։ Կպատմեք, որտեղ եղավ այդ ծանոթությունը, ինչքանով որ հիշում եք։ Իհարկե։ Այնքան վաղուց է եղել ու ամբողջ կյանքս անցկացրել եմ գրեթե սենց այն ամենաբուրըն ու հետաքրքիր սենց շատ հետաքրքիր հիշողություններով կյանքս անցկացրել եմ ամուսնուս հետ։ Դրա համար կարծես թե ինքն է եղել ու վերջ։ Ինձ որ մեկը հարցնի, իսկ մեկի հայրը ով է, միանշանակ կարող եմ ասել հավատացած ձևով ամուսինս։ Այսինքն Մեգին առաջին ամուսնությունից ծնված բալիկ է, հետո արդեն ձեր երկու փոքրիկներն են լույս աշխարհ գալիս, երկրորդ ամուսնությունից, շատ լավ։ Բայց մեծացրել է, այսինքն Մեգին շփվում է իր հայրիկի հետ եւ այլն, բայց մեծացրել է ամուսինս։ Առավոտից երեկո փոքր տարիքից մեծացրել է ամուսինս ու դրա համար որի համար ես շատ շնորհակալ եմ, որտեվ իրենց կապը ու իրենց սերը այդ ուրիշ պատմություն է, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Հասարակ մի հատ sense փոքրիկ օրինակ բերեմ, արդեն կպատկերացնեք, վերջերս ամուսինս գալիս է 3 աղջիկներին, ասում եմ մի հատ կգաք, գալիս են 3-ն էլ ու նվիրում է ոսկյա մատանիներ, որոնք բացվում են ու կա գրություն։ Մեկի փոքրիկին օրինակ այնտեղ խիզախություն է մաղթում, որ եղիր խիզախ։ Մյուսին էլի տենց մի գրություններ չեմ հիշում արդեն, մաղթանքներ ամեն մեկին, որ տենց հետո մի քիչ մեծանան փոքրերը կրեն ու հիշեն, այդ իրանց օգնի, իսկ Մեգիս ուղակի գրած էր աղջկաս։ Օ, շակավեց։ Այդ ասեմ, որ պատկերացնեք, էլի, արդեն իրանց հարաբերությունները։ Մի խոսքով ոնց հանդիպեցի, լավ անդրադառնամ հարցին։ Այդ ամենակարևոր պահն է։ Ես աշխատում էի մի տեղում, որտեղ ավտոմեքենաներ էին վաճառվում։ Ես շուկայագետն էի այդ վայրի ու ինքը մտել էր ավտոմեքենա գնելու համար։ Այդպես հանդիպումը, հետո մոտավորապես 2 ամիս ամեն օր առանց անվան ծաղիկներ էին ուղարկում։ Ես չգիտեի ով է ուղարկողը, բայց արդեն սիրահարվել էի։ Չէ, բացարձակ մարդ էր, ով հերթական մարդ, ով մտելա դուրս է եկել։ Պարզապես սիրահարվել եք ծաղիկներ ուղարկողին։ Ես ուղղակի արդեն սիրահարվել էի ծաղիկներ ուղարկողին, որտեղ այնքան ճիշտ ծաղիկներ էր ուղարկում իմ ճաշակին մոտ, այդ դաշտայինին մոտ, սենց թե գույնը, թե ձևը առանց ճոխությունների, բայց շատ սենց ճաշակով։ Դրանից հետո մի օր ինքը խիզախեց ու զանգեց
հրավիրեց միտեղ, ես էլ ասեցի, միչև մեր ամբողջ մեծ թիմը չգա այդ համերգին, իսկ դա թանկ ինչ-որ համերգ, դրսից եկած արտիստեր, թանկ համերգ էր, ինքը համաձայնեց ուզած, բոլորը ուրախացած, ասում են, ինչ լավ տղա էր։ Այո։ Ու բոլորը ինձ ամբողջ օրը համոզում էին, բայց ես դեռ չեմ էլ հիշում, թե ով էր, այդ ում մասին էր խոսքը։ Այդպես մի անգամ բոլորով դուրս եկանք, արդեն հասկացա, որ իսկականից լավ տղա է, բայց հետո որ երկրորդ անգամ զանգեց, ես որոշեցի խոստովանել ու գրեցի, բայց ես ունեմ դուստր։ Ու մի 5 րոպե հետ նամակը չէի ստանում ու մտածում էի, տեսնես, երևի ասեցի ու սա իրեն ոնց որ հետ պահեց, վախեցրեց, դու մի ասա, այդ 5 րոպեվա ընթացքում ինքը մեծ նամակ էր գրում։ Բայց դե հեռախոսը փոխել եմ, այդ մեկը չեմ պահել, որ սենց նայեմ ու նորից սենց ասեմ, այս ինչ լավն է, ամուսինս։ Որովհետև այդ մի հատ նամակը շատ մեծ բան փոխեց ու ինքը գրել էր նամակում, որ եթե աղջիկ է, ու պատկերացնում եմ, եթե ձեր նման աղջիկ է, ուրեմն այդ իմ համար ամենաանգնահատելին է։ Ու դեռ ես լրիվ սիրահարվեցի։ Ու տենց։ Ես ուսումը շոկովաց նստած եմ։ Ու իդեպ ասեմ, արդեն մենք 20 տարի իրար հետ ենք։ Ես երևի օրեցօր ավելի եմ սիրահարվում։ Ինքը այդ տեսակի մարդ է, որ ոչ թե ես նույնիսկ զարմանում եմ, որ մարդիկ ասում են ինչ որ ուրիշ ձևի հարաբերություն է դառնում, չէ, ես չեմ հասկանում դա, որովհետև ես մի վայրկյան պակաս չեմ ուզում իր կողքը չլինեմ։ Երբ որ ինքը չկա, ես ոնց որ սենց նույնիսկ մեկ օրով որ գնում եմ, ես ոնց որ ասում եմ, մի տեսակ ոնց որ որփան եմ այդ պահին։ Ես շատ ապահով եմ իր կողքը զգում ու շատ սիրահարված։ Դե քանի որ իրական խոստովանություններ, չէ՞, այո, իրական սերն է ձեր սրտում ապրում, Իրինա, հիմա կարող եք խոստովանության տաղավարում սիրո գեղեցիկ խոստովանություն անել ձեր ամուսնուն։ Ինքը գիտի, որ ես իրեն շատ եմ սիրում, իսկապես շատ եմ սիրում քեզ Դավիթ ջան, ու իմացի, որ կյանքս նույնիսկ մեկ վայրկյան առանց քեզ չեմ պատկերացնում, որտեվ դու աշխարհի ամենալավ մարդն ես առաջի հերթին, քո բարությամբ, քո արժեքներով, քո հոգատարությամբ ու հետո նոր քո սիրով։ Բրավո։ Իսկ Մեգին իր հայրիկի հետ շատ լավ շփվում է։ Այո, շատ լավ շփվում է, Մեգին կարծում եմ շատ իրան երջանիկ է զգում, որ կա եւ Դավիթը եւ իր հայրը։ Գնանք առաջ ու շարունակենք մեր զրույցը։ Դուք ընկերասեր եք։ Շատ։ Նույնիսկ քույրս մեկ-մեկ զարմանում է, ասում է, «Այս տարիքում, ախր ո՞նց ես կարողանում մի օրվա մեջ կարող ես գնամ որևիցե միջոցառման ու ձեռք բերեմ երկու շատ լավ ընկերներ, ում հետ որ հակը շփվեմ»։ Ասում ախր դժվար է, էլի, տենց չի լինում։ Բայց ես ունեմ հազարավոր ընկերներ, դե փոխհարաբերական իմաստով շատ ընկերներ, շատ սենց խմբային ընկերներ, որոնց հետ մի խմբի հետ մենք միշտ ճամփորդում ենք, մյուս խմբի հետ, չգիտեմ, ուրիշ բան ենք սիրում անել, եւ նաեւ անհատ ընկերներ, ումից ես լիցքավորվում ու լիքը դրական էներգիա եմ ստանում ու հուսով եմ տալիս։ Ձեր մտերիմ ընկերուհիներից շատ պատահմամբ վերջերս հանդիպել եմ Նարինե Հակոբյանի հետ։ Շատ պատահմամբ ընդհանուր միջավայրում ենք, որտեղ նաեւ նա էր ու խոսեցինք ձեր մասին ու ես նրա աչքերում եւ երջանկություն նկատեցի եւ հուզմունք։ Իմ ամենամտերիմ ընկերուհին է Նարինե։ Վերջին անգամ երբ եք հանդիպել։ Վերջին անգամ հանդիպել ենք ձմռանը։ Այսինքն մոտ 5 ամիս առաջ, 4։ Չէ, շատ եք ասում։ 3-4։ Հա, կարծում եմ փետրվարին։ Ահա, Նարինեն ձեզ շատ կարոտել է եւ հենց հիմա գալիս է միանալու մեր զրույցին։ Ոյ, իսկապես։ Իրինա Թովմասյանի ամենամտերիմ ընկերուհին է Նարինե Հակոբյանն է մեր տաղավար գալիս։ 3 ամիս է նրանք չեն հանդիպել եւ հենց հիմա առիթ ունեք նորից իրար ողջունելու, ձեր կարոտը առնել, ինչպես ասում են։ Կարծում եմ անապինկալս։ Նարինե ջան, ողջույն, բարով եք եկել, շատ ուրախ ենք։ Համեցեք։ Չի սպասում, կարծում եմ անապինկալը ստացվեց իրոք։ Ինձ թվում է այո, որովհետև ձեր ընկերուհին հենց հիմա հուզվել է եւ ձեր ներկայությունը նրան շատ ուրախացրեց։ Նարինե, շնորհակալ ենք, որ չեք մերժել եւ եկել եք մեր տաղավար։ Մեր զրույցի այս հատվածը լիարժեք կդառնա նաեւ ձեր ներկայությամբ։ Քանի տարվա պատմություն ունի այս ընկերությունը։ Մեր ընկերությունը շատ հին է, այսպես ասած մոտ 26 տարի, ասում են 26 տարի, կյանքի փուլ է մի, չեմ կարող ասել ընկերուհի, քույր, այսպես ասեմ։ Հարազատ հոգի։ Շատ հարազատ, որ այ 3 ամիս չենք տեսնվել, չէ, բայց այդ կապ չունի։
Գիտենք, որ կանք իրար համար, մի զանգ եւ արդեն վերջ։ Մենք իրար կողքի ենք, այսպես ասած, թե դժվարությունների, թե ուրախության պահերի։ Իհարկե Իրինան դժվարություն բառը չի հասկանում, ինքը միշտ այդ վատ դժվար պահին էլի իր դրական էներգիան ցույց է տալի, ասում է, այս կողմից նայի, հաստատ ավելի լավը կա, վատը մի նայի։ Իմ այսպես ասած էներգիան է, դրական էներգիան արևը, որ երբեք վատ չի ասի, երբեք, ոչ մի բացասական ուժը, որտեվ ես ուժեղ եմ, որտեվ ունեմ իրան։ Արևը եւ ուժը։ Այո։ Ես մեկ այլ որ ասում եմ տաղավարը իմ հյուրերով լուսավորվում է, հիմա հասկացաք Իրինա ինչու է դա ասում։ Իսկականից երևի իմ տեսած հաղորդումներից լավագույնն է սա։ Շատ շնորհակալ։ Այս էմոցիաները, որ պարգևում եք, չէ, լրիվ լուրջ եմ ասում։ Դուք սա դեռ սկիզբն է Իրինա, մենք դեռ ունենք ժամանակ նոր անակնկալների մատուցման։ Նարինե, ինչպես կբնութագրեք Իրինային, ինչպիսին են նա։ Իրինան, այսպես ասեմ, երևում է փխրուն, բայց իր ներսում նենց մեծ ուժ կա, ուժեղ աղջիկ է, չեմ կարծում յուրաքանչյուր մարդ դժվարություններ ունենում է, խնդիրներ ունենում է, տխրություններ, բայց երբեք դեմքից չես տեսնի մի ժպիտով, ամեն դժվարության, ամեն ինչ ընդունում է, հա, եղավ, ոչինչ, այս կողմն է կա, լավը կնայենք։ Միշտ ուժեղ, ես երբևէ չեմ տեսել Իրինային, տխուր, ինչ-որ հա, իհարկե կյանքումս երկու անգամ եղել են, դա բնական է այդպես։ Այդ որ երկու դեպքերն են։ Մեկը հայրիկիս կորցնելուց, մեկն էլ էլի մի հատ հիվանդության ժամանակ, հարազատի հիվանդության ժամանակ, բայց որը հաղթահարեցինք։ Կարևորը, այո, հաղթահարվել ենք ու ամեն ինչ լավ է։ Մենք 26 տարի ընկերություն ենք անում, մի օր գժտված չկանք։ Մի օր ինչ-որ մի թեմա չի եղել, որ կարող է խռոված լինենք, չխոսենք, անհնար է։ Չի եղել։ Կարող է ես մի փոքր ավելի էմոցիոնալ մարդ եմ, կարող է խոսեմ, հա ինքը ասի լավ եղավ, դե լավ նանջան, պակա։ Ու հետո բայց դες բան չեմ էլ հիշում ինչ-որ։ Այ նայեք Իրինան ձեզ ինչպես բնութագրեց հարազատ հոգի։ Եթե հարազատ հոգու մասին ենք խոսում, այ դրա համար էլ չկա այդ գժտությունները։ Այո։ Չի եղել։ Տարաձայնություններ դեռ չգիտեմ, դեռ չենք ունեցել, մի փոքր հիմա եմ ես, դե չգիտեմ, մի փոքր հիմա այս ժամանակի սղության պատճառով է, որ սկսել ենք ուշ հանդիպել, դա ենք շատ քննարկում։ Մեկ ինձ ասում է, երեսով է տալիս, բայց ես նույնիսկ էդ եմ այդ իր խոսելն եմ սիրում։ Այսինքն ես սիրում եմ ամեն ինչը, ինչ որ կապված է Նարինեի հետ։ Ինչ ուզում է անի, հետս կռվի էլ այդ պահին դրա համար, որ չենք տեսնում, ես էդ էլ եմ սիրում։ Իսկ հաճախ Իրինան է ձեզ խորհուրդներ տալիս, թե դուք Իրինային։ Չէ, Իրինան եմ խորհուրդ։ Ոայ, դու մոռացել ես, երբ որ ես հաղորդում էի վարում, նույնիսկ էդ եմ էլի ուզում ասեմ, ես 7 տարի հեքիաթն է կանչում հաղորդումն եմ վարել։ Ամեն եթերը Նարինեն նայում էր, ու եթե Նարինեն ինձ չասեր ինչն էր վատ, խորհրդի կարգով, ես ոչ մեկի չէի հավատում, բացի իրանից։ Ինքան ճիշտ է ասել միշտ, ես մի օրինակ բերեցի։ Բայց ինքը ես գտնում եմ, չգիտեմ, որ Իրինան է։ Մեր երկուսից խորհրդատունն է, այո, ինքն է ինձ տալիս։ Ինչ հետաքրքիր է, նայեք, ես լսում եմ ձեր զրույցը ու եւ հիանում եմ եւ ուրախանում, որ նայեք, Իրինայի համար դուք եք խորհրդատու, ձեզ համար Իրինան է խորհրդատու։ Դա եւս խոսում է անկեղծ ընկերության մասին եւ ընկերության մեջ գտնվող ներդաշնակության մասին։ Ու թվում է թե այդ բալանսը պահված է, իսկ դա խոսում է արդեն ամուր ընկերություն։ Կարոտել եք։ Շատ ապրեք, հիացած եմ ձեզանով և ձեր ընկերությամբ։ Շնորհակալ եմ։ Ինչ ունեք ասելու։ Ասելու, որ Հա, ես կարող եմ ասել, Նարինեն աշխարհի ամենապունկտուալն է, ինձ էիք ասում։ Գիտեմ։ Մենք գիտեք ինչքան ենք փորձ կատարել ես ու ամուսինս, փորձեր ենք արել։ Այս ամուսինս ասում էր, ախր անհնարին է, դե տարիների ընթացքում, պատկերացրեք, մի 20 տարի։ Ասում էր, ախր անհնարին է։ Այսքան 1000 անգամ մենք գնացել ենք Նարինեի հետևից մեքենայով, ամենավերջում ասում էր չզանգես։ Կհասնենք մուտքի մոտ, նոր կզանգես, կասես Նարին ջան, մենք հասել ենք։ Ուզում էր տեսնել, նյուժելի կարելի է ամեն անգամ նույն վայրկյանին դուրս գալ։ Բայց Նարինեի նման պունկտուալ մարդ ես իմ կյանքում չեմ տեսել։
Ինքը ոչ մի անգամ չթողեց, որ ես մի քիչ լավը զգամ։ Այսօր անգամ նա եկել է ճիշտ ժամանակին, անգամ ժամանակից շուտ եւ նա գտնվում էր գաղտնի սենյակում, որպեսզի դուք չհանդիպեիք, այո, ինչ դուք կգաք հեռուստաընկերություն, Արենն արդեն հեռուստաընկերություն ունի։ Եւ ասեմ ավելին, այն սենյակում, որտեղ որ դուք զգեստափոխվում եք, ձեր հարևանությամբ Արենն էր նստած ընդամենը։ Նանե ջան, քանի որ Այո, Իրինային մաղթեմ, ինքը գիտի ես ինչքան եմ սիրում ու անկեղծ մաղթում եմ, որ միշտ այսպես էներգիան անսպառ լինի, յուրաքանչյուր դժվարություններին մի ժպիտով, որտեվ անցողիկ են, կյանքը ուրախ ու միշտ այսպես երջանիկ տեսնեմ քեզ, քո սիրելի ընտանիքի հետ միասին։ Այդ փոխադարձը։ Շնորհակալ ենք Նարինե ձեզ։ Շատ հաճելի էր, Շատ շնորհակալ ենք, որ եկաք միացաք մեր զրույցին։ Մենք ձեզ հիմա կճանապարհենք ու կշարունակենք մեր զրույցը։ Հանդիպենք հուսամ։ Հաջողություն Նարինե ջան, շնորհակալ եմ։ Համեցեք։ Սելի հեռուստադիտող վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, այսօր իմ հյուրը գեղեցկուհի Իրինա Թովմասյանն է, սակայն մինչ զրույցին անցնելը ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, որ շարունակում եք հետևել մեր բոլոր եթերներին, թե հեռուստայի եթերից եւ թե YouTube-յան մեր ալիքում գրանցվելով եւ եթերներին նաեւ այնտեղից հետևելով։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, հավատացած եղեք, որ մեր եթերի անկեղծությունը ստեղծված է ձեզ համար։ Եվ հիմա մենք էլ կշարունակենք մեր անկեղծ զրույցը Իրինայի հետ։ Իրինա, դուք խոսեցիք ձեր հայրիկի մասին, որ ձեր կյանքի ամենատխուր էջը կապված է նրա կորստի հետ։ Քանի տարի է, որ ձեր հայրը ողջ չէ։ Կորոնայի տարին սկսեց, հետո պատերազմը ու դեկտեմբերին հայրս մահացավ։ Ինչն էր նրա մահվան պատճառը, հիվանդություն։ Հա, գլխում գիմատոմա կար ու այդ պատճառով ավելի էր թուլանում, բայց պատճառը եղել է կորոնան։ Կովիդի հետևանքով ավելի գլուխ բարձրացրեց այդ հիվանդությունը։ Չդիմացավ օրգանիզմը։ Այ որ կորցնում ենք մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց, հետո ոնց ենք ուժ գտնում մեր մեջ ապրելու, արարելու, առաջ գնալու։ Ես ունեի ամուսնուս, երեխաներին, քույրիկիս ու մամայիս։ Սա ամենակարևոր ուժն էր ինձ համար։ Իսկ կա մի խորհուրդ, որ ձեր հայրն է ձեզ տվել ու եւ այդ խորհուրդը միշտ հիշում եք։ Խորհուրդն շատ է տվել։ Որ հատուկ հիշում եմ։ Երևի ինքը շատ էր սիրում գիրք կարդալ, ու մեր տանը մեծ էնցիկլոպեդիա կար, հիմա էլ կա, բայց ու այդ ամբողջը ինքը կարդացել էր, տատիկիս տանը կար, բոլոր գրքերը ինքը ամբողջ ժամանակ կարդում էր, ստեղծագործում էր։ Երևի ամենակարևոր բանը, որ ես իրենից սովորել եմ ու խորհուրդները լսել եմ, դա հենց գիրք կարդալն է, որ ու հասկացել եմ նաև, որ գիրք կարդալը այնքան շատ բան է քեզ տալիս, որ բոլոր ուսման բաները դնես մի կողմ, անընդհատ գիրք կարդաս, շատ ավելի գրագետ ու աշխարհ հայացքդ լայն կլինի, քան այդ բոլոր դասերը, որոնք որ մենք ստանում ենք։ Իրինա, մեր տաղավարում հիմա կա մի իր, որը մերը չէ, ձերն է։ Հենց հիմա դրված է այդ իրը ձեր աչքի դիմաց։ Նկարը։ Ոչ։ Բայ։ Սա ձեր սունդուկն է, Իրինա։ Այո։ Նայեք, դուք արդեն մի քանի րոպեներ են մեր տաղավարում նստած ու ձեր աչքի դիմաց դրված է այն սունդուկը, որը հենց ձեր սունդուկն է եւ այսօր է բերվել։ Մեջը կա գանձ։ Մեջը կա գանձ։ Այո։ Ես հիմա կմոտեցնեմ սունդուկը ձեզ եւ եթե նույն ձևով եք հայտնաբերել, ոնց էլ գնացել եք վերցրել այս սունդուկը։ Եվ փորձենք հասկանալ ինչ կա։ Նախ սկսենք սունդուկից։ Ինչ սունդուկ է, ով է ձեզ նվիրել։ Չեմ հիշում։ Կարևորը որ սունդուկը ունեի ու այդ գանձերը պահեցի մեջը, թե գանձերը։ Հիմա կբացենք այս գանձատուփը եւ տեսնենք թե ինչ գանձ է այնտեղ թաքնված։ Խնդրեմ։ Այո։ Ինչ է սա։ Իմ մեգից պատրաստած փոքր տարիքում խմբակ էի տարել։ 6 տարեկաներն այդ։ Փոքր։ Այո։ Ու ինքը այս սիրունությունը պատրաստեց ու նվիրեց ինձ։ Եվ այստեղ եւս մեկ իր կա։ Սա էլ ենք պատրաստել։ Էլի մեկին է պատրաստել։ Տեսնում ես մենք ոնց են գտնում այն իրերը, որոնք որ ձեզ համար կարևոր ու թանկ են եւ ամեն բան ստեղծում է, որ մեր հյուրը իրեն այս տաղավարում առանց անակնկալի չզգա։
Շնորհակալ եմ շատ։ Մենք Մեգին ենք շնորհակալ, որովհետև Մեգին բավականին շատ օգնեց մեզ այս նկարանումներն իրականացնելու համար։ Մեգի ջան, մեր ջան ողջունները քեզ եւ շնորհակալությունս քեզ, որ կանգնեցիր մեր նկարանող խմբի կողքին եւ ձեռք մեկնեցիր, որ այն եթերը, որը նվիրված է քո մայրիկի կյանքի պատմությանը, ավելի լիարժեք ու գեղեցիկ լինի։ Շնորհակալություն Մեգի եւ մեր պաչիկներին ու ողջունները քեզ։ Իրինա, մենք շարունակենք մեր զրույցը։ Ընտանեկան երջանկությունը եւ ընտանիքի երջանկությունը ինչի մեջ է գտնվում, որտեղ է այն։ Գիտակցության առաջին հերթին, զգացմունքի դասերն է եւ նաեւ աշխատանքի, որովհետեւ ես միշտ բույսի հետ եմ համեմատում սերը, այդ բույսը եթե չլինի հող, չլինի արև, չլինի ջուր, չլինի խնամք, որով խնամքն էլ դե ջրում է այդ ծաղիկը, ինքը չի տա ծիլ ու չի ծաղկի։ Նույնն էլ ընտանիքն է։ Այսինքն եթե բոլորը հոգ չտանեն այդ սիրուն զգացմունքի համար մասին, ինքը ծիլեր չի տա։ Այո։ Իսկ ծնողների հենց ֆունկցիան նրանում է կայանում, որ ցույց տան ու սովորեցնեն երեխաներին հոգ տանել։ Ու սիրել։ Շնորհակալ եմ։ Եվ հաջորդ հարցը կյանքում ստացած ամենաթանկ նվերը որն է։ Թանկ ոչ նյութական, իհարկե։ Էլի կրկին Մեգիի հետ է կապված։ Իմ ծննդյան տարեդարձներ եւ մեծ ծննդյան տարեդարձ էի նշում ակումբներից մեկում, հավաքված էին փակեր, հավաքված էին բոլորը իմ ընկերները, մեկին փոքր էր, 8 տարեկան էր։ Ու Մեգի երգերի երևի 99%-ը հեղինակը մի կին է, Սուսաննան Բարսեղյան, ում շատ շնորհակալ եմ, որտեղ այնքան սիրուն պահեր ա մեր կյանքում պարգևել մեզ։ Եվ մեկ էլ Մեգին ասեց միշտ ինքը բոլոր առիթներին բարձրանում էր բեմ ու երգում էր։ Ասեց մամ կարող եմ չէ մի հատ երգ երգեմ։ Բարձրացավ ակումբի բեմը, վերցրեց միկրոֆոնը, որ պետքա երգի ու երգեց մայրիկ երգը, որը անակնկալ էր ինձ համար։ Ես տենց մեյքափ ունեի, ամբողջովին սև էի դարձել, այնքան էի լաց եղել։ Այնքան սիրուն երգ, ախր շատ սիրուն։ Հատկապես իր կատարմամբ, դեռ փոքրիկներից ծնված չէին, մենակ Մեգին ունեի այդ ժամանակ։ Ու այդ նվերից այն կողմ դեռ իմ կյանքում ավել բան, դեռ մեկ էլ երեխաների ծնունդը, այդ ուրիշ հուզական բան է, որպես նվեր հենց դա էր։ Կասեք ինչ է ձեր կարոտի անունը։ Հայրիկս։ Դա է։ Կարոտս։ Որը երբեք ոչ մի կերպ չի լրացվի։ Իհարկե։ Առանց սիրո ինչ կլիներ մեզ հետ այս կյանքում։ Իսկ թվում է կյանք չէր լինի առանց սիրո։ Նույնիսկ այն առաջի փուլից սկսած կյանք ասվածի, եթե սեր չլիներ, կյանք չէր լինի։ Ամեն ինչ հիմնված է դրա վրա։ Իսկ հնարավոր է կյանքում ապրել առանց հավատքի։ Ոչ, եթե ինձ եք հարցնում, ապա ոչ։ Եթե չունենաս այդ հավատը, չունենաս հավատ թե Աստծու հանդեպ, թե այլ ուրիշ բաների էլ, որովհետև դու պետք է հավատաս, որ կա բարություն, դու պետք է հավատաս, որ կա հավատարմություն, շատ հատկանիշներ կան, որոնք որ եթե չունենաս այդ հավատը, շատ ահավոր կլինի կյանքը։ Ճիշտ է։ Դժվար կլինի, սխալ կլինի։ Իրինա, պատկերացրեք ձեր դիմաց դրված է կյանքի գունապնակը, իր բոլոր երանգներն այնտեղ կան։ Եվ դուք հնարավորություն ունեք ընտրելու այդ գույներից ընդամենը 3-ը։ Որ 3 գույները կընտրեք կյանքի գունապնակից եւ ինչու։ Կընտրեմ սպիտակը, որտեղ մաքրություն է խորհրդանշում, ու իմ սիրած գույներից է սպիտակը։ Կընտրեմ նարնջագույնը, որտեղ նարնջագույնը միանգամից տրամադրությունը, դա չի նշանակում, որ նարնջագույն սիրում եմ կրել, բայց գույն որպես սիրում եմ, որովհետև ինքը միանգամից տրամադրություն է ստեղծում, միանգամից արև է խորհրդանշում ինձ համար, տրամադրություն է բարձր խորհրդանշում, եւ մյուս գույնը երևի երկնագույնը, նույնիսկ չգիտեմ ինչու, որ երկնքի հետ չեմ կապում, կամ կանաչը միգուցե,
Միգուցե կանաչը, որտեվ ավելի շատ քանի մեծանում, որքան ես մեծանում եմ, այնքան անընդհատ ուզում եմ բնության գրկում անցկացնեմ ու այդ կանաչ գույնը նույնիսկ արտացոլվում է իմ զգեստապարանի վրա։ Ես ունեմ կանաչի բոլոր երանգները, ես այդ կանաչ գույնի մեջ ինձ շատ լավ եմ զգում։ Ու երևի ավելի շատ կանաչը, քան երկնագույնը։ Կանաչ, նարնջագույն, սպիտակ։ Կյանքում ավելի շատ լռությունն եք սիրում, թե աղմուկը։ Լռությունը։ Ինչու։ Շատ եմ լռությունը սիրում ու շատ ենք սիրում նույնիսկ լռության, այսինքն իմ երեխաների հետ անհնարին է դա, ես սիրում եմ իրանց ծիծաղը, իրանց ակտիվությունը, աշխուժությունը, դա ուրիշ բան է, բայց լռությունը մարդուն մի տեսակ սենց ներդաշնակության է բերում եւ լռություն առաջի հայացքից երբեմն մարդ կմտածի միայնություն, բայց ոչ։ Ես սիրում եմ լուր նստել իմ ամուսնուս հետ էլ։ Մենք կարող է լուր նայենք ֆիլմ։ Չէ, բնականաբար խոսում ենք, ծիծաղում ենք, զրուցում ենք, բայց կարող ենք նաև լուր մնալ։ Եվ դա երկուսիս էլ տալիս է հաճույք։ Երևի մի քիչ չեմ կարող միջև վերջ ճիշտ բացատրեմ այն իրավիճակը, որ ես զգում եմ լռության ժամանակ, բայց ես գիտեմ, որ լուր մնալը շատ ավելի դժվար է, քան հակառակը։ Եվ եթե դու կարողանում ես այդ լռությունը պահես, լռությամբ էլ զգաս այն հաճույքն ու երջանկությունը, ուրեմն ըստ ինձ ամեն ինչ ճիշտ տեղում է։ Ասում են, որ լռության մեջ ավելի շատ խոսք կա, պարզապես լռության ձայնը լսելն է բավականին բարդ։ Եթե մենք ընկալում ենք լռության ձայնը, դա նշանակում է, որ էլի կյանքի ներդաշնակ փուլի մեջ ենք գտնվում։ Ես ունեմ ամառանոց, իմ սկեսուր մայրիկի եւ սկեսրոջ ամառանոցը մենք տենց վերանորոգեցինք, իրանք շատ քիչ էին գնում, դարձրեցինք հեքիաթային վայր, միասին բոլորս։ Ու դա իմ ամենաերջանիկ տեղերից մեկն է, ասեմ ինչու, որովհետև փոքրիկ ամառանոց է, շատ փոքր, բայց ինքը ունի պատշգամբ բարձր, որը նայում է էլի փոքրիկ այգու, բայց 4 կողմը ոչ մի տուն չկա։ Երբ որ ես գնում եմ այնտեղ, ես լսում եմ այդ լռությունը, ես լսում եմ տերևների խշշոցը, ես լսում եմ ծիտիկների ձայնը, չգիտեմ, ճանճի բզոցը, ես ամեն ինչ նկատում ու լսում եմ ու դրա կարիքը շատ ունեմ։ Ես երազում եմ գտնեմ օրվա մի կես, որ ինձ լավա հեռու չի այդ ամառանոցը, որ միանգամից հասցնեմ ինձ այնտեղ, որտեղ ես այնքան եմ լիցքավորվում այդ լռությամբ ու ես ու ամուսինս էլ ենք սիրում։ Մենք երկուսով գնում ենք ուղղակի, կարող է գինի լցնենք, նստենք այդ պատշգամբում ու նայենք այգուն։ Դրանից այն կողմ Չէ, կան, շատ կան, չէ, սուտ եմ ասում, իմ կյանքում շատ բաներ կան, որ կարող եմ ասել դրանից այն կողմ էլ ուրիշ բան չկա, բայց դա էլ այն սիրուն պահերից մեկը, իմ երջանիկ վայրերից մեկը, որը ես ունեմ։ Սա մեր կյանքն է, իր խոստովանություններով ու հետաքրքիր պատմություններով եւ իհարկե կամաց մոտենում են գաղտնի նամակին, որը գտնվում է մեր գաղտնի արկղում։ Այստեղ երկու ծրար է, Իրինա, մեկը բաց, որի մեջ վերջում դուք կթողնեք ձեր գաղտնի խոստովանությունը եւ այս ծրարը կփակվի եւ այն կբացվի տարեվերջյան մեր տոնական նկարահանումների ժամանակ։ Ես պետք է խոստովանությունը։ Այո, եւ իհարկե ծրար, որն արդեն փակ է եւ այստեղ այս ծրարի մեջ ձեր նամակն է։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք բացեք, ծանոթանաք ու բարձր կարդաք ու հասկանանք ով է ձեր նամակի հեղինակը։ Հաղորդմանն այնպես եմ եկել, անհամբեր։ Տեսնենք ով է նամակի հեղինակը։ Հա, տպագիր է։ Այո, որպեսզի դուք ծրագրից չկռահեք։ Իրուսիկ ջան, բարձր պետք է։ Այո, բարձր։ Իրուսիկ ջան, չգիտեմ ինչից սկսեմ նամակս։ Երևի վերջին անգամ դպրոցում եմ նամակ գրել։ Նախ ասեմ, որ շատ երջանիկ եմ ու երախտապարտ, որ կյանքի բերումով հանդիպեցինք իրար մոտ 20 տարի առաջ ու սկսվեց մեր ամուր ընկերությունը, որը վստահ եմ դեռ շատ տարիներ կշարունակվի։ Երջանիկ եմ, որ իմ կյանքում ունեմ քեզ պես ընկեր։ Ինչքան էլ իրարից հեռու գտնվենք, միևնույն է գիտեմ, որ մի զանգ, մի SMS տեքստ եւ դու իմ կողքին ես։ Սիրում եմ քո մարդ տեսակը։ Միշտ պոզիտիվ, լույս արձակող մարդուկ ես։ Ամեն մի դժվար անելանելի պահին միայն լավն ես տեսնում, եւ քո առաջին հայացքից նուրբ ու փխրուն կազմվածքի տակ թաքնվում է մի շատ ուժեղ ու պայքարող կին։ Ինչ ասեմ, քեզ շատ եմ կարոտում, քանի որ իրարից հեռու ենք։
մի երկու շաբաթով հանդիպելուց չեմ հասցնում կարոտս առնել, բայց իմացի, որ դու իմ սրտում ես, մենք իրար հետ մի կյանք ենք անցել եւ շատ վառ հիշողություններ ունենք եւ դեռ շատ էլ պիտի նոր ստեղծենք, պաչիկներ, նանչոկս։ Ճիշտ գուշակեցի։ Նանչոկ չկար։ Ես գուշակեցի։ Չէ, նանչոկը չի։ Միգուցե դուք այդպես եք նրան ասում։ Նարինե Սարգսյան։ Ոչ։ Ուրեմն Լուսինեն է։ Ով ԱՄՆ-ում է ապրում, Ռևազյան։ Այո։ Երկուսից մեկը պետք է լիներ։ Այո, ձեր նամակեղանակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող իմ ամենահարազատ ընկերուհիներից մեկը Լուսինե Ռևազյանն է։ Այո։ Այս նամակը եկել է հասել Հայաստան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իսկ մենք Լուսինեին շնորհակալություն ենք հայտնում նամակի համար եւ իհարկե դա ձերն է։ Եվ խոստացեք, որ երբ որ Լուսինեն գա Հայաստան, անպայման նորից միասին կարդաք այս նամակը եւ փոքրիկ տեսանյութ նկարեք ու ուղարկեք մեզ։ Մենք շատ շնորհակալ կլինենք։ Անպայման, իմ ամենահարազատ ընկերուհիներից է, ում ես բարեբախտաբար 2 շաբաթ առաջ տեսել եմ հենց ԱՄՆ-ում։ Ու մենակ ինքն էր ինձ ասում Ռուսիկ, սկսեցի Նարինեից, ով որ էլի կրկին ԱՄՆ-ում է ապրում, ուրիշ տեղ, Վաշինգտոնում, կամ ինքը պետք է լիներ, կամ Նարինեն պետք է լինեին, որտեղ երկուսն էլ շատ հարազատ են ինձ։ Շատ լավ, եւ վերջապես մոտեցավ այն պահը, որ Իրինա դուք պետք է թողնեք ձեր գաղտնի խոստովանությունը։ Այն գրելուց հետո մենք անպայման տեղադրենք ծրարի մեջ, կփակվի եւ ոչ ոք չպետք է իմանա, ելի հեռուստադիտող, թե ինչ գաղտնի խոստովանություն է գրում մեր այսօրվա հյուրը։ Իրինա, դուք կարող եք արդեն սկսել ձեր գաղտնի խոստովանությունը, ելի հեռուստադիտող, ես նշեմ, որ այսուհետ մեր նախագծում ավանդույթ է, որ մեզ հյուր եկած սիրված մարդը այլևս թողնում է նաև փակ ծրարի մեջ իր գաղտնի խոստովանությունը։ Ոչ ոք չգիտի, թե այս դեպքում Իրինա Թովմասյանը ում ինչ գաղտնի խոստովանություն է անում։ Բոլորս կիմանանք այդ խոստովանության մասին միմիայն տարեվերջյան մեր ամփոփ նկարահանումների ժամանակ, երբ որ անմիջապես Իրինա Թովմասյանի ձեռքով կբացվի այս ծրարը եւ մենք միասին կընթերցենք Իրինայի գաղտնի խոստովանությունը։ Վերջ, Իրինան արդեն ավարտեց իր գաղտնի խոստովանությունը։ Իրինա, այս ծրարը ձեզ ենք փոխանցում, կարող եք ծալել նամակը, թողնել ծրարի մեջ, ամուր փակել եւ հանձնել մեզ, մենք անպայման այն կտեղափոխենք մեր նախագծի արխիվ։ Եվ հանձնեք ինձ։ Շնորհակալ եմ, Իրինա։ Ահա Իրինա Թովմասյանի գաղտնի խոստովանությունը գտնվում է հենց այս ծրարում։ Ծրարը այլևս գնում է գաղտնի արխիվի մեջ, ոչ ոք չգիտի եւ այսօր ամեն դեպքում չիմացանք, թե Իրինան ինչ խոսքեր թողեց այս ծրարի մեջ։ Իրինա, շնորհակալ ենք ձեր ներկայության, գեղեցիկ պատմությունների, անկեղծ խոստովանությունների համար։ Իրականում դուք ինձ էլ մտովի տեղափոխեցիք եւ ձեր անցյալ եւ վերեցիք արդեն այսօր էր հասցրեցիք ու այնպիսի տպավորություն էր, որ մենք միասին քայլում ենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով։ Ես անչափ շնորհակալ եմ այսքան բաց, անկեղծ ու գեղեցիկ զրույցի համար։ Բայց չեք պատկերացնում, ես որքան շնորհակալ եմ այս էմոցիաների ու անցյալով ճամփորդության համար, իսկապես շատ գեղեցիկ հաղորդում ունեք, այնպես որ այս հաղորդումը պետք է տասնյակ տարիներով գնա։ Շնորհակալ եմ եւ վերջում, քանի որ խոստովանության տաղավարում եք, ում ինչ ունեք, կարող եք հենց հիմա խոստովանել։ Առաջին բանը, որ ուզում եմ ասել, մամ ջան, ես քեզ շատ եմ սիրում։ Իմացի դու իմ աշխարհն ես։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում։ Մնացած բոլորն էլ դե արդեն գիտեն, թե ընկերներս, թե քույրս, թե ամուսինս, թե երեխաներս, որ ես իրենց անպիչապ սիրում եմ։ Ու կյանքս կտամ։ Շնորհակալ եմ։ Այսօր իմ տաղավարում գեղեցկության պակաս չկար, որովհետև գեղեցկուհի Իրինա Թովմասյանն էր իմ այսօրվա հյուրը։ Նրա պատմություններն էլ նրա նման գեղեցիկ էին, խոսքը ուղիղ ու հոգուց էր։ Սելի հեռուստադիտող, այսպիսին էր Իրինա Թովմասյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։